Աստված օրհնի բոլորի սիրելի երեխաներ, ուրախ ենք ձեզ տեսնելու համար, թող Աստված միշտ օրհնությունների մեր երիտասարդներին, մեր բոլոր ժողովրդին Աստծո օրհնությամբ։ Խնդրեմ ինչ-որ հարցեր ունեք, կարող եք։ Այո, երբ Մեսրոպ Աշճյանը առաջին անգամ այցելել Սուրբ Գևորգ եկեղեցի։ Մեսրոպ Աշճյանը առաջին անգամ այցելել այսպես չեմ կարող ճիշտ ասել, բայց իմ հանդիպումը եղել է 2099 թվականի այսպես վերջերում, երբ որ ես արդեն 1999 թվականի վերջերում, երբ որ ես արդեն անցել եմ ծառայության Բուղնի Սուրբ Գևորգ այսպես վանքում եկեղեցում։ Սա է ել մեր առաջի հանդիպումը։ Եվ ինքը շատ այսպես ասած ծրագրեր ուներ կապված Մուղնի վանքի եկեղեցու եւ մեր Մուղնի այսպես գյուղի այդ ժամանակ։ Եվ իհարկե ուրախ էի, որ տեսնելով, որ ինքը իր վերանորոգումներ կատարի Մուղնում, որտեղ շատ ծանր վիճակում էր եկեղեցին, իհարկե, բարի կարգված չէր, դռներից սկսած մինչև պատուհաններ, խորան եւ ամեն ինչը շատ ծանր այսպես վիճակի մեջ եկեղեցում խարխլված, քանդված, խոնարհված շատ բաներ եւ ուրախացա սրտով հոգով, որ Սրբազան ուզում է հանձնարարել եկեղեցու վերանորոգչական աշխատանքներ կատարել։ Իսկ Մեսրոպ Աշճյանը ինչ ծրագրեր ունեցել կապված Սուրբ Գևորգ եկեղեցու եւ Մուղնու համայնքի հետ։ Ծրագրերը շատ էին Սրբազանի կողմից, նախ առաջինը այն որ եկեղեցու բարեկարգում, եկեղեցին նորից բերել այն տեսքին, որ եղել է ժամանակին, որտեղ Մուղնի Սուրբ Գևորգ մեր վանքը ժամանակին ձեռագրերի ընդօրինակման այսպես վայր եղել, վանականներ ենք ունեցել, այստեղ եղել են վարդապետներ, եպիսկոպոսական աթոռ, դա եթե կար 7 կամ 8 եպիսկոպոսներ այստեղ եղել, նշանավոր վանք էր, որ եպիսկոպոսական աթոռ կար, հասկանեք, եւ ինքը ավելի շատ եղել է Էջմիածնապատկան վանք մեր Սուրբ Գևորգը եկեղեցին վանքը, եւ այսպես նայել ուզում էր վանքը բերել, այսպես նորից բարձրացնել եւ ամենաառաջին գործն է, որ վերականգնվեր, մաքրվեր, տարածքը կարգավորվեր։ Սա առաջի ծրագիրն էր, երկրորդը աշխատել, ասենք, գյուղի ժողովրդի հետ, երիտասարդների հետ, մոտեցնել եկեղեցուն, պատարակներ, ժամերգություններ, ինչպես եղել է ժամանակին, եւ մտածում է նաեւ ստեղծեց Մուղնի, ուրեմն Մուղնի հրատարակչություն, հետագայում ստեղծեց արդեն Երևանում ուզում է տեղափոխել մեր Մուղնի այսպես համայնքը, եկեղեցու բակում, որպեսզի այդ հրատարակությունը գործեր։ Այսպես տարբեր ծրագրեր իհարկե ուներ իր սրտի մեջ, գրադարան հիմնել, այսպես ունենալ, ասենք, երիտասարդաց կենտրոն, որտեղ երիտասարդներ այցելեին, եկեղեցում ծանոթանային, կամ պատմության մի թանգարան ունենալ եկեղեցում կից, այսպես շատ մտածումներ կար իր մեջ, իհարկե որոշ շատերը իրագործվեց, որոշ շատերը նաև չկարողացան իրագործել, որտեղ դերևս ուներ, այսպես ասած, նախաձեռնություններ կապված մեր եկեղեցու հետ։ Իսկ Սրբազանը ինչ բարեփոխումներ է կատարել եւ համայնքում եւ եկեղեցում։ Սրբազան հայրը կապեր ուներ եւ մեր եկեղեցու հետ, ինչպես երբ ասեի, քահանայի, որտեղ ես այստեղ քահանայի, քահանայություն անում, նաեւ ունենք Սարգսակ, երկու հոգով ենք այստեղ ծառայում։ Կապ է իրան եւ նաեւ առաջնորդ է իհարկե, որտեղ ամեն մի թեմ ունի իր առաջնորդը, ժամանակ Նավաստան Սրբազանն էր այստեղ առաջնորդ, հիմա Երևանի այսպես թեմական առաջնորդական տեղափանը Երևանում ինքը ժամանակին մեր մոտ էր Արագածոտնի թեմի առաջնորդ Նավաստան Սրբազան կճարանը եւ իր հետ էր միշտ կապերի հետ, որտեղ թեմում ամեն մի գործ այսպես կապված է առաջնորդի նաեւ թույլտվությանը։ Ես Սրբազան ուզում եմ վերականգնել, վերակառուցել մեր Սուրբ տաճարի, որ
խարխրված, անգամ քարեր կային կամ գետինը եւ այսպես ծրագրերը շատ էին, այգին հիմնել, եթե ուսանամ այսպես վանատունը, որ ունենք ամբողջության մեջը երեխաները շատ տհաճ վիճակի մեջ է, շատ քանդված, քայքայված, Եվ այս վիճակի մեջ ուզում եք որպես այդ բոլորը եւ այդ համար մեծ գումարներ են։ Ասենք այսպես ամեն մի գործ ստեղծելուց գումարները, որ ինքը պետք է կարող է հայթաթել եւ բերել։ Սա արդեն եկեղեցու հետ կապնված, այգին, եթե չգիտեմ, շատ արդեն այդ տարեստեր քիշեն, թե ինչ վիճակի է։ Հարկ ասում, մեր եկեղեցին ոչինչ կար կանաչը, կար ծառերը, բայց այն որ ամբողջ վերևի մասում հիմա գնանք տեսնենք այգին կհիմնեց, դա էլ արդեն շատ աշխատանքի հետ էր կապված։ Նորոգումները այսպես վանատան կատարվեց շատ շուկով, այսպես ասած հոր սենյակը պատրաստվեց, այնտեղ մնջարաններ պատրաստվեցին, գրադարանը հիմնվեց, այսպես ունենք մենք աղբյուր հուշարձան, այդտեղ ամբողջությամբ նորոգվեց տանիքը, եկեղեցու տանիքը վերանորոգում կատարվեց, պատկերացրեք ինչքան մեծ աշխատանք, եկեղեցու ներսում այնտեղ քարի նորոգում եղավ, պատուաններ, այսպես ահագին մեծ այսպես ծրագրեր, որ իրականացրեց իր կողմից եւ դա մեծ աշխատանք է, մինչեւ որ 2000 թվականի նոր հոկտեմբերի մեջ մեր եկեղեցին այսպես վերահսկվեց արդեն Գարեգին երկրորդ կաթողիկոսի կողմից։ Հա տեսեք, այսպես մոտ 2 տարի 99 թվականից մինչև 2000 արդեն 1 թվական այսպես դեռ մեր աշխատանքները գնում էր առաջ, որտեղ դերևս աշխարհ այսպես մեծ ծրագրեր ուներ։ Իսկ ինչ կապված գյուղի հետ արդեն դա գյուղում ծառեր տնկվեցին, Հողոցեր ամբողջ գլխավոր ծառերը դերեց, ամբողջ տարածքը ծառեր տնկեցին հողոցի երկու կողմերից։ Սա էլ ինքը նախաձեռնեց, կարողացանք մի տարի պայել, բայց հետո ջրի պակասի տեսես է սարանը չորացան, բայց գոնե կարողացանք դպրոցում է ծրագիրը, դպրոցի նորոգությամբ զբաղվել, գտնել, այսպես ասած, բարերարներ, որպեսզի մեր Մուղնի դպրոցի վերականգնումը կատարենք։ Եվ իրապես գտավ, բերեց, այդ ժամանակ ինչքանով կարողացան դպրոցին օգտակարն է վերանորոգում կատարել դպրոցում։ Ուզեմ ասել նաև եկեղեցու համար եւ համայնքի համար ամեն ինչով պատրաստ էր օգտակար լինել։ Եվ ուներ իհարկե այդպես ծրագիր, շատեր այդպես դպրոցը եւ այլը կարողացավ իրականացնել։ Ամիսը։ Հետաքրքիր բաներ կան, կարում եք։ Հիմա այս տաղավար եկեք նստենք այստեղ։ Սրբազանը, ես մտածում եմ մի բան այսպես ունենա նաև հետաքրքիր եւ ոչ մի եկեղեցու տաղավար չկա։ Եվ այստեղ հիմնեց այս ասես գան կնստեն մարդիկ հանգստանան, հա, կզրուցեն եւ եղավ զրուցարան։ Հիմա այսօր հետաքրքիր որ շատ երբ որ հյուրեր ենք ունում գալիս են մեր եկեղեցին, միշտ տեսնես այստեղը զբաղված է կամ աշակերտներ են, ուսուցիչներ են, ուխտավորներ են, ամեն մեկը նստում եւ այստեղ զրուցում են եւ իրոք շատ նպատակային է նաեւ այս տաղավարի կառուցումը։ Եվ այսպես իհարկե շատ նաեւ հետաքրքիր բաներ, հիմա այստեղ ունենք ծաղիկների դարակներ ասեմ, ծաղիկների դասավորման, սա էլ իր մտահղացումն է, հիմա շատերս հայտով գեղեցիկ սարք է, ծաղիկները վարդերով զարդարել, որպեսզի վարդերը մագացան վերեն, այլ են մասում է, արիքս ես գնանք, Տեր, իսկ ինչ նշանավոր իրադարձություն կարող եք ասել կապված Սրբազանի Հայաստանի գործունեության հետ։ Սրբազանի Հայաստանում գործունեություն, ես մեն ասեմ, թե Մուղնի հարցը դա իր մյուս կողմերի ծառայության, բայց Հայաստանում ինքը շատ, որովհետև 1700-ամյակի նաև բարիշ տնօրեն եղավ ժամանակ Գարեգին առաջինն էր կաթողիկոսը, ես զբաղվում էր շատ մեծ ծրագրերով։ Հիշում եմ, որ Վայոց ձորում ենք 1700 զինվորների մկրտություն կազմակերպվեց, հետո արդեն քահանաները նորից հավաքագրեց, այսպես եւ մկրտեցինք Վայոց ձորում շատ չմկրտել, որտեղ զինվորները դարձան այդ ընտանիքի քավորները։ Պատկերացրեք ինչքան դպրոցներ, երեխաներ ընտանիքներով մկրտություն էին կատարում։ Զինվորը մկրտված կանգնում էր քավոր,
եւ մյուսներն այդպես մտնել։ Տեսեք ծրագրերից եւ այդ մեծ ծրագիր, որը մենք ունենք, այդտեղ բաժանում են սրտիչներ, խաչեր, չգիտեմ, սեղան, ճաշկերուտներ եւ այս ամբողջ մեծ այսպես գործը կատարում էր իր ծրագրով, իր այսպես ասած նախաձեռնությամբ։ Ես փառք Աստծո այդքան քահանաներով այդ մեծ մկրտությունը կատարվեց։ Սա եմ հիշում, որ ես այստեղից հասա այնտեղ, որպեսզի մեր քահանաներին միանան, որպես այդ մկրտությունը կա։ Ինձ համար շատ այսպես տպավորիչ էր այդ օրը, որ զինվորները կանգնած իրենց համազգեստներով գալիս են եւ այսպես մկրտություններ են կատարում մեր կարծես հայոց դարձի այսպես նշան լիներ, որպեսզի շատ մարդիկ մկրտվեն։ Այդ շրջանները Լոռվա, Սյունիքը շատ հեռու էին եւ շատ մարդիկ մկրտված չէին։ Չհամատենք մեր, ասենք, Արարատյան դաշտի այդ կողմերում շատ չմկրտվածներ կային։ Որտեղ ես ինքս էլ ծառայել եմ 92-ին ձեռնադրվեցի, Գոշավանքում եմ եղել, այնտեղ է քահանա։ Իսկ հետո եղել եմ Հաղպատում եւ գիտե այնտեղ կատարվող իրավիճակը։ Եվ դրա մտավորականների հետ մտավորականներ հravirում են Մուղնի, այստեղ գալիս են, հավաքում են, ինք ասենք կապ այնքան մեծ էր, Երևանում մտավորականների հետ հանդիպումներ, շատ ծրագրեր շատ ուներ։ Կարծես մեր ամեն ինչը կատարել, բայց չէր հասցնում։ Ջավախք էր այցելում արագ, չգիտեմ, ուրեմն ես մի բան էլ հիշեմ, ասեմ, ուրեմն գնում էր որփանոցները, երիտասարդներ արդեն կային, չէ, աղջիկներ, տղաներ, երբ որ իրար, ասենք, համակրում կամ ուզում էին ընտանիք ստեղծել, մարդկանց բերում էր, ամուսնացնում էր եկեղեցում, իրենց ուրեմն տուն էր առնում գյուղերում, որպեսզի գնային իրենք տանը այդ զույգերը մնային տունը, այստեղ հրավիրում էր մի փոքր այսպես ինչ-որ ճաշկերուտ էր կազմակերպում իրենց համար, տան ապրանք, այսինքն ափսեններ, չգիտես ինչ-որ պահարաններ, ինչ-որ պետք էր մահճակալ իրենց տան համար գնում էր, տեսեք ինչ էր անում։ Եվ այդպես մոտ 10-12 զույգեր ունենք, որ միշտ իր կապի հետ են եւ ինքը միշտ նրանց օգտասիկան մտածում անգամ որբերի մասին, թե ինչպես նրանք ընտանիք ստեղծեն, որպեսզի այսպես ասած ընտանիքներ նորից ունենանք, ավելի շատ հայ ազգ այսպես շատանա զավակներ ծնվեն։ Հա տեսեք ինչպիսի մտածումներն էր Աշճան Սրբազանը։ Սրբազանը երբևիցե մեկնաբանել է քրիստոնեության 1700-ամյակի նշանավորման իր գործերի մասին։ Մեկնաբանել զրուցել ենք ուղղակի, որ նշանակությունը, որովհետև իրապես գիտենք մենք նորից չասենք, միշտ նույնը առաջի քրիստոնյա ազգը մենք ուզում ենք, որ ցույց տանք առավել աշխարհին, որ եւ դրա համար էր կարեւորությունը, որպեսզի եւ ցույց տանք եւ մարդկանց հրավիրենք մեր հայոց երկիրը, որպեսզի տեսնեն մեր հինարուց վանքերը, եկեղեցիները, որտեղ առաջին եկեղեցին հենց հիմնվել է որպես ճարտարապետություն Հայաստանում, որտեղ Մայրաթորը լուսավորչի տեսիլքով կառուցվեց եւ գմբեթած է, գմբեթ, որտեղ ինչ ժամանակներ որ նա գառնու տաճարը գնում եք, տանիք, բայց գմբեթ չկա, իսկ լուսավորչի տեսիլքով այդ գմբեթ հասկացողությունը կարծես եկան մեր ճարտարապետության մեջ։ Եվ մենք ցույց ենք տալիս աշխարհին, որ մենք առաջին ենք ամեն այսպես նաև ճարտարապետության մեջ, որպեսզի գային եւ տեսնեին։ Եվ երկրորդը, որ առավել եւս այդ շրջանում քրիստոնեությունը, որտեղ մենք սովետական միությունից անցել ենք դեպի եւ ազատություն են կարծես ձեռք, բայց շատ մեր հայրենիները դերևս մկրտված չէին, կամ շատերը չէին ճանաչում ինչ է քրիստոնեությունը։ Ես դրա համար մեզ պետք է շատ աշխատանք եւ այդ 1700 այսպես կապված այս միջոցառումների թիվը կատարում է շատ տարբեր քաղաքներում, չգիտես գյուղերում միջոցառումներ են իր կողմից նախաձեռնում եկեղեցու կողմից, որովհետեւ մարդիկ շատ ներգրավեին այդ միջոցառումներին եւ առավել գնահատելներ 1700 ամյակի կապված որպես քրիստոնյա ազգ ժողովուրդ մեր ունեցած այս մշակույթը, մեր ունեցած այս հավատքի իրոք կենտրոն լինելը աշխարհի մեջ, որովհետեւ շատերը չգիտեին
Հայաստանը մահմեդական երկիր է, թե քրիստոնյա, ասեմ ճիշտ ասեմ երեխեք, շատերը չգիտեին։ Կամած այդ միջոցով, հետո Ռոմի Պապը այցելեց, այսպես, արդեն կարողացանք մարդկանց շատերին հասնել, որ հայոց երկիր դա քրիստոնեության բնորանն է։ Եվ 1700-ամյակի կապակցության միջոցառումներն այլ հյուրեր գրավիրեցին, չգիտեմ, տարբեր վայրում Հայաստանի գաղթօջախներում նաև ունեցան միջոցառումներ, մենակ Հայաստանում չէ։ Սրանք շատ կարևոր են։ Հա։ Իսկ ինչու Սրբազանը որոշեց իր կյանքի վերջի տարիները անցկացնել Մուղնիում եւ իր գործունեությունը այստեղ ծավալել։ Չգիտեմ ես հետաքրքիր բան է, հարցը շատ հետաքրքիր, դամար դեռ այսօր էլ անհայտ է, թե ինչու Սրբազանը ընտրեց Մուղնի։ Գիտեք, այդքան վանքեր ունենք, Նորավանքը ունենք, ասենք, Սամոսա վանքը, մեր տարածքը, Օհանավանի վանքը, ավելի մեծ վանքեր, ավելի հին, բայց ընտրեց մեր Մուղնին, թեմա եկավ այստեղ, թե Սուրբ Գևորգի իմաստությունը սիրահարվեց Մուղնի վրա, պես ասեմ, եւ այդ նշանավոր մարդ ինձ համար, իրոք պիտի ասեմ, նշանավոր մեր, եւ այս մարդը ինքը մի եւ հոգեվորական էր, եւ շինարար էր, եւ բանաստեղծ էր, 27 գրքեր ունի, 27 գրքերի կողմից գրված, իր ճանապարհորդությունները, Էջմիածնի, Երուսաղեմի մասին, շատ ակիր Երուսաղեմի մասին, որ գիրքում, որ կարդում ես, ինչ կա, ինչ հայեր, ինչ, ասենք, գործունեություն ծավալի Երուսաղեմ, տեսեք ուրից ուր է գնում, որտեղ Արևմտյան Հայաստան, մկրտություններ, այստեղ համասարանի դասախոսների կամ ուսանողներին է տարել Արևմտյան Հայաստան 7 քանի ուս այդպես այցելություններ եւ որ ինչի համար, որովհետեւ մեր Արևմտյան Հայաստանն էլ զարթոն կապրի, որ այսպեսի գնան, ճանաչեն, հիշեն իրենց հայրերի բնօրինան, այս գյուղերը եւ այսպեսի բան ծրագրեր, միջոցառումներ, վեր հանել Ախթամարի վանք, առաջինը ինձ համար ինքն այցելել Ախթամարի վանքը, ցույց տվել այնտեղ առաջի այսպես ինքն այսպես օրհնություն երկեր կամ շարական երկեր։ Եվ ուներ ֆիլմադարաններ նվիրված Ախթամարի վանքին, նվիրված մեզ Սուրբ Կիրակոս վանքին եւ այսպես տարբեր վանքերին, որ նաեւ այսինքն դա հետ մենք էլ չգիտենք Արևմտյան Հայաստան ինչքան վանք են, իր միջոցով կարողացանք շատ ծանոթանալ նաեւ իմանալ մեր պատմությանը, այսպես կարողացանք։ Եվ իրոք ինքը գալիս էր ուզում էր անել, բայց չգիտեր այնքան շատ է գործը, չգիտի որտեղ հասցնի, ինչպես անի։ Շատ բացեր ունենք, մենք շատ, ասենք ոչ մի մենք հրատարակություններ չունենք քրիստոնեական մեր հայրերից, մատենագրություն կար, Նարեկացու թարգմանությունը կա նաև կազմակերպես, Խերանյանի կողմից, Նարեկացին նորից գրված այնտեղ Մուղնի հրատարակություն, եւ Մուղնու հրատարակության կողմից շատ գրքեր նաև ցեսին տպագրվել, Մուղնի, ասենք մեր ուրախան, որ մեր Մուղնի այսպես համայնքներ, այսպես միշտ շեշտադրում, որտեղ երբ որ քոն մեզ ուրախանում ես եւ ուզում էր անդադ այսպես ստեղծել եւ արարել։ Չգիտենք շատ շուրիշկանը ուրեմն մատենադարանում էր, ես այսա կարևոր մի բաներ ինձ համար գնացի մատենադարան, որ շուրիշկանի ավետարանը դուրս բերենք։ Չտվեցին իրենք, տնօրենը Սեն Արևշատյան ասեց այստեղից ոչ մի գիրք դուրս չի գա։ Ով ուզում է գա։ Ես հստակ։ Պիտի ասեմ, որ Շուրիշկան գյուղի ժողովուրդներ են գնացել, ասես մեծերը, նրանց էլ չէին տվել, ինձ էլ չտվեցին, որպես քահանա։ Լավ, ում դիմենք, ինչպես եկավ, մեզ Սրբազանին դիմեցին։ Իրեն հրավիրեցինք տուն, այսպես միջոցառում եւ խոսեցինք ավետարանի մասին, չգիտես ինչու այդպես ստացվեց։ Երբ որ ասեցինք այսպես հրաշագործ, այսպեսի ավետարանը, Սրբազանը կարծես նաեւ ծանոթացավ եւ իրոք տեսա, որ կարևոր մի այսպես գործ միջոցառում կլինի, նախաձեռնեց եւ ինքը արդեն այցելեց մատենադարան եւ Սեն Արևշատյանը չկարողացա Սրբազանին մերժել, բայց ինձ մերժել էր։ Բայց ես մի բան եմ ասես, եթե ասի ավետարան, եթե դուրս պիտի կարողես դուրս կգա։ Մենք չենք կարող արգելել։ Հիմա դուրս եկա, թույլ է տվել, երբ որ ավետարանը բերեցինք արդեն Մուղնի եւ մեծ շուկով, այսպես իրոք շատ մեծ ժողովրդի ներկայությամբ ընդունեցինք եւ պատարակեցինք, երբ որ հետ տարանք,
անցա մի քանի վրացի բարոն ասի Արևշատյան, ասում եք ավետարանը չի դուրս գա։ Բա ոնց ավետարան, ինչպես եղավ։ Դու ասում ես այնպես մեր սրբազանին ես ինչպես կարող եմ մերժել։ Այսինքն բոլոր ասած ով էլ որ կար ես կմերժեի, բայց աշճան սրբազանի չէի կարող մերժել իր խնդրանքը։ Եվ մենք ավետարանը գոնե մեկ օրով տվեցինք, որպեսզի տարվի մուղն։ Եվ պատկերացնում եք երեխան արդեն 20-22 տարի մենք ավետարանը բերում ենք մուղնի սուրբ մեր վանքը, մեր եկեղեցին։ Այսինքն սա նույնպես աշճան սրբազանի։ Եվ սա այն բա որ իրապես կարող է ուրիշ սրբազաններ կամ ուրիշ քահանաներ գնային չտրվեր, բայց աշճանի հեղինակն մատենադարն այնքան գրքերը նվիրել են մատենադարանին եւ չէին կարող կարծես կամ չէին ուզում մերժել կամ նեղացնել մեր սրբազանին։ Ասում եմ որ մեր սրբազանն է։ Ժողովուրդ ինքը օրինակելի հոգեվորական է, օրինակելի նաեւ ասենք հայորդի է, որովհետեւ մենք պահենք մեր պատմություն, երբ շատ բան մենք պետք է սովորենք եւ իմանանք։ Մեր փոքրիկ հուշակոթող ասեմ, թե ինչպես տեսնես, այլ մնաց իրեն որպես հիշատակ, որ ինչպես ինքը 35 ամյակի կապակցությամբ, քահանայությամբ մեծ Ամերիկայում հավաքույթ է լինում, այդ գումարներ են հանգանակվում եւ այդ գումարները ինքը վերում է Հայաստան եւ այդ գումարների միջոցով վերակառուցում է մոկնի եկեղեցին, շատ բարերար մարդկանց կողմից։ Դա կարեւոր է, որ միշտ մենք կարողանանք մեր եկեղեցում գումար հանգանակել, որովհետեւ այդ գումարների շնորհիվ է նաեւ հանգանակությունը շնորհիվ որ մենք կարողանում ենք պահպանել մեր պատմամշակութային այսպես ողողները, եկեղեցիները ու բանտերը։ Սա է մեր նույն բան։ Էսի ուրախ ենք նախաձեռնության համար երեխաներ ապրեք դու որ մեր որտեղ մուղնի իր պատմություն է մուղնին վանքը, ասենք մուղնի գյուղը հայտնի էր մուղնի վանքով։ Եթե նայել եք ասում են պսակների եկեղեցի կամ եւ այդպես էլ կա որտեղ մեր մուղնի վանքը շատ է սիրում մեր բոլոր ժողովուրդը բացի մուղնեսներից կամ իշնես կամ երևանցիներ տարբեր շրջաններից Հայաստան եւ հյուրեր արտասանորտեղ գալիս են մեր մուղնի վանքը այս գեղեցկությունը մաքրությունը այստեղ ինչ որ տեսնելու դա համար մենք պետք է ամենից անենք որ սրբազանի թողած գործը սիրելիներս շարունակենք մաքուր պահենք մեր համայնքը մաքուր պահենք ամեն մի քարը չքանդենք մեր մշակույթի օջախները այլ կարողանանք ավելացնել դա կարևոր է մարդը Ամերիկայից հասել է Հայաստան այդ շրջանում եւ ուզում է Հայաստանում բանկեր նորոգել մեր եկեղեցիներ մենք էլ Հայաստանի ապրողներս պետք է առավել ևս նվիրված ենք մեր եկեղեցուն մեր համայնքին մեր ժողովրդին թողտեր օրհնի ուրախ ենք ձեր նախաձեռնության համար թող հաջողություն ունենա ինչ որ գործ որ ստիգսել եք Աստծո խաչի եւ Սուրբ Գևորգի զորությամբ ամեն Պահպանիչը Եհուսը Քրիստոս Աստված պահպանիր օրդին մեր եկեղեցիները Տեր Սուրբ Պադական խաչի զորությամբ Թերքիա ազատ է Երևանները ու թշնամուց արժանավորյալ գողությամբ փառոստես ընթորցը փողոք այժմ եւ իշտապենիցն ամեն Տեր օրհնի ձեզ Որսեր շնորհակալ Հա, դասը